Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին հաղթանակի շքերթի մասին սպառնալիքներով ստուգում է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի արձագանքը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Ուկրաինայի հանքային թալանի մասին պայմանագրի ստորագրումից հետո Զելենսկին ակտիվորեն ստուգում է, որն է Միացյալ Նահանգների կողմից իրեն թույլատրվող գործողությունների շրջանակը։ Դրա վառ դրսևորումներից են ընդդիմադիր բլոգերների դեմ պատժամիջոցների սահմանումը եւ մայիսի 9-ին Մոսկվայում զորահանդեսին հարվածելու սպառնալիքը, ասել է խորհրդարանականը։ Դուբինսկին կարծում է, որ այս գործողությունների նպատակն է ստուգել, արդյոք Զելենսկին շարունակում է լինել Թրամփի սիրելին։ Ղրիմից պետդումայի պատգամավոր Միխայել Շերեմետը Վլոդիմիր Զելենսկուն կոչ է արել իրեն անձեռնմխելի չհամարել եւ հիշել կատարված հանցագործությունների համար պատժի մասին։ Այսպես են ամեկնաբանել Զելենսկու սպառնալիքները Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի նվիրված շքերթի մասնակիցներին։ Ամբողջ աշխարհին սպառնացող արևմուտքի կողմից դաստիարակված բռնապետ Զելենսկին չպետք է իրեն անձեռնմխելի համարի։ Դա նրա կողմից մեծ մոլորություն է։ Նրան անպայման կհասնի արդար պատիժ կատարված բոլոր հանցագործությունների համար, ասել է խորհրդարանականը։ Շերեմետը նշել է, որ Զելենսկին չի կարողանա խուսափել պատասխանատվությունից, թաքնվելով բունկերում։ Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը ձեռնտու է Լոնդոնին։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Գենադի Պոդլեսնին, նշելով, որ Նյու Դելին ունի սեփական սպառազինությունը, մինչդեռ Իսլամաբադը կախված է արտասահմանից եկող մատակարարումներից։ Փորձագետը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան բաժանել է այն տարածքը, որն այժմ զբաղեցնում են Հնդկաստանն ու Պակիստանը, որպեսզի մշտական հակամարտություններ առաջացնի այդ երկրների միջև։ Նրա խոսքով սահմանային խնդիրներին երկու պետությունները բախվում են արդեն մի քանի տասնամյակ, ինչն էլ ստիպում է երկու կողմերին մշտապես զինված ուժերը պահել մարտական պատրաստ վիճակում։ Այժմ մենք գտնվում ենք այն փուլում, երբ պատերազմները ձեռնտու են այն պետություններին, որոնք կարող են դրանք սկսել իրենց ինչ-որ վստահված անձանց միջոցով եւ դրանով գումար վաստակել, ասել է Պոդլեսնին։ Ընդ որում երկու երկրների մոտ միջուկային զենքի առկայությունը կանխում է հակամարտության սրումը, ուստի այն աստիճանաբար կմարի, հավելել է նա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ մեծ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ապագա իրավահաջորդի թեմային։ Նրա հայտարարությունը վերլուծել է քաղաքագետ Վադիմ Սիպրովը։ Փորձագետը հիշեցրել է, որ քաղաքական գործիչը թվարկել է ապագա իրավահաջորդի ընտրության գլխավոր պայմանները։ Նա պետք է վստահություն վայելի ռուսաստանցիների շրջանում, ինչպես նաև իդեալական կլինի, եթե միանգամից մի քանի թեկնածու առաջադրվի, ինչը առողջ մրցակցություն կստեղծի։ Սիպրովը կոչ է արել նկատել, որ Պուտինը նուրբ խաղ է խաղացել։ Խոսելով իշխանության փոխանցման մասին, քաղաքական գործիչը այնուամենայնիվ որևէ կոնկրետ անուն չի նշել։ Նա հավելել է, որ այս պահին Պուտինը լի է ուժով եւ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից։ Փորձագետը չի բացառել, որ իրավահաջորդության հարցը կրկին կբարձրացվի միայն քաղաքական գործչի նախագահական ժամկետի ավարտին։